Այսօր խոսելու ենք Հայաստանի ֆինանսական շուկայի խնդիրների մասին։ Մեզ հետ տնտեսագետ տվյալ կետ.com ընկերության հիմնադիր Աղասի Թավադյանն է, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Նախորդին դուք հայտարարել եք, որ արդեն իսկ մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում։ Ինչ նկատի ունեք այս ձևակերպմամբ, ինչ ռիսկեր են դրված մեր բանկային համակարգում։ Ֆինանսական ռումբը դրված է հիմնականում հիպոթեքի հետ վերադարձի շուկայի մասին է խոսքը գնում։ Եվ ես կբացատրեմ խնդիրն ինչում է, որովհետև երբեմն տնտեսագետները, ֆինանսիստները զգուշացնում են այս բաների մասին, ես հստակ թվերով կխոսամ։ Ուրեմն եթե նայենք կադաստրի տվյալները, ապա վերջին 1.5 տարիների ընթացքում կենտրոնում եւ Արաբկիրում նորակառույցների գները չեն աճել եւ մասամբ իջել են նույնիսկ 2-3%-ով, բայց դա չի ամենամտահոգիչը։ Ամենամտահոգիչը այն է, որ 2025 թվականի ընթացքում իրավաբանական անձինք 6 անգամ ավելի շատ անշարժ գույք վաճառել են, քան գնել են։ Այսինքն սա արդեն իսկ նախանշում է նրա մասին, որ կապիտալը դուրս է գալիս այդ շուկայից, ինչը նաև Ռուսաստանից եկած անձինք նույնպես ավելի շատ վաճառել են Երևանում բնակարանում խոսքը։ Ինչ։ Այո, առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման մասին։ Այսինքն սա վկայում է նրա մասին, որ իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները որոշակի առումով կորցրել են վստահություն նրա հանդեպ, որ շուկան շարունակելու է աճել եւ կապիտալը դուրս են հանում շուկայից։ Ձեր ներկայացած տվյալով հիպոթեկային վարկերի մասնաբաժինը 2008 թվականի 8%-ից հասել է 24%-ի։ Ինչ է սա ցույց տալիս եռապատիկ այս աճը, ինչի մասին է վկայում։ Սա առողջ զարգացման մասին է վկայում, թե արդեն վտանգավոր կախվածություն անշարժ գույքի շուկայից։ Սա իմ տվյալները չեն, սա Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օֆիցիալ տվյալներն են, որոնք գնահատում են բանկային համակարգում պորտֆելում վարկերը ինչպես են բաշխված, եթե 2008 թվականին 8%-ն էին բաշխված ընդհանուր հիպոթեկի շուկա, անշարժ գույքի շուկա, այս պահին 24%, այսինքն 3 անգամ բարձրացել, այսինքն այս ոլորտում ռիսկը ել ավելի մեծացել է։ Սա վկայում է նրա մասին, որ հիմնականում ներդրումները գնացել են այդ համակարգ, եւ սրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ եթե նայեք կառուցվածքում բավականին մեծացել է բանկային համակարգ անշարժ գույքի շուկա շինարարություն հատվածը։ Այս պահին այն կազմում է մոտավորապես 38%, այսինքն խաղադրույքները ավելի են մեծացել, այսպես ասած։ Նաեւ կա հետեւյալ գործընթացը, որ փոքր ու միջին կառուցապատողները, որոնք խնդիրների առաջ են կանգնել այն հանգամանքից հետո, հենց որ կառավարությունը որոշակի տուրքերը մեծացրել է կառուցապատման, ինչ նկատի ունեմ ես, օրինակի համար մինչև 2022 թիվը, եթե կազմակերպությունը ուզում է 1 կիլոմետր տրանշեյափոխրել ջուրը անցկացնել, զուտ նախագծման վճարներ տալիս։ Այս պահին մեծ տուրքեր կան 7000-8000 դրամ մի մետր անցկացնելու համար, որը անսպասելիորեն բավականին մեծ ծախսի տակ դրեց կառուցապատողներին, եւ կառուցապատողները մեծամասնությունը չդիմացան եւ փաստացի խնդիրների առաջ են, բայց իրավաբանորեն դա չի երևում, որտեվ կասեմ ինչու, եւ միայն սրան դիմացան 4 հիմնական կառուցապատողները, որոնք ունեին այդ բուֆերը դրան դիմակայելու։ Սակայն այդ փոքր ու միջին կառուցապատողները, այսպես ասած, միլիոնավոր դրամեր վարկեր ունեն բանկերին, որտեղ այսպես ասած իրանք փող են պատտում, որպեսզի կարողանան կառուցաշինարարությունը շարունակեն։ Այդ ծախսերի մեծացման պարագայում, տուրքերի մեծացման պարագայում գնացին բանկային համակարգ եւ ասացին, որ խնդիրներ ունենք, սակայն բանկային համակարգը չուզեցավ, այսպես ասած, որ իրանք ծնանք ճանաչվեն, հավելյալ հիմնականում այս տարածված այս պահին, այսպես ասած փոքր վարկեր են տալիս, որպեսզի մեծ վարկերը փակեն։ Սա անգլերեն կոչվում է evergreening-ի գործընթաց, ինչի համար, որտեղ չեն ուզում, որպեսզի իրանց հիմնական ցուցանիշները վարկերի տրման եւ վարկերի հետ վերցման խաթարվեն, որպեսզի կենտրոնական բանկը դա չտեսնի, որպեսզի այսպես ասած պահանջները չխստացնի։ Սա արդեն կա այս գործընթացը։ Բացի այդ, տեսեք 2024 թվականի վերջին եկամտահարկի հետ վերադարձի փոփոխություն ունեցանք, որտեղ արդեն մեծ ծանրություններ պետական բյուջեի վրա, այսինքն այս տարի մոտավորապես 2% պետական բյուջեի գնալու է եկամտահարկի հետ վերադարձի սպասարկմանը եւ իջն է հետաքրքիր, որ դա ներկայացնում է միջազգային կառույցներին որպես սուբսիդիա, այսինքն մենք սուբսիդավորում ենք հարուստներին։ Այդ դա բան է, այսինքն ու այն մարդիկ, ովքեր 2025-26 թվականին պիտի առնեին, շտապեցին 24 թվականի վերջ մինչև առնեին,
որպեսզի օգտվեին այդ հնարավորությունից, արհեստականորեն պահանջարկը բարձրացրեցին, փաստացիորեն 25-26 թվականին գրեթե արդեն իսկ գնորդները պակասել են եւ դա հենց կառուցապատողները իրենք վկայում են։ Այստեղ այլ խնդիր կա, տեսեք 2024 թվականի կեսին արդեն իսկ ՎԳՏ-ի իպոթեկան, որը Ռուսաստանի մեր եկամտարկի հետ վերադարձի համարժեքներ 2024 թվականի կեսերին դուրս եկավ, այսինքն մեզանից 6 ամիս շուտ։ Եվ Սամալոտ կառուցապատողների ընկերությունը, որը ամենախոշորագույն կառուցապատողների ընկերություններից է Ռուսաստանում, արդեն սրընկացման եզրին է։ Եվ այս ամենը ինչ որ ձեզ նշում եմ, այս ամենը տեղի ունեցավ մինչև Իրանի պատերազմը, որը էլ ավելի բարդացրեց դրությունը եւ կարող է կատալիզատոր հանդիսանալ ոչ միայն մեր ներքին բանկային համակարգին խնդիրներ առաջացնելով, այլ նաեւ միջազգային համաշխարհային բանկային համակարգին։ Այսինքն շղթայական շղթայական ազդեցությունը լինելու է շղթայական, որը ի վերջո ազդելու է նաև իհարկե անշարժ գույքի շուկայի վրա։ Այստեղ երկու ազդեցություն կա անշարժ գույքի շուկայի։ Առաջինը այն է, որ եթե նավթի գինը $120 բարել անցնի, սա շատ բավականին վտանգավոր է համաշխարհային շուկայի համար, որտեղ համաշխարհային շուկան $60 էր, այսպես ասած, ծրագրավորել իրենց կանխատեսումների մեջ որ լինի, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը, պլյուս 50% հեջավորում մինչև 90%-ին անկնկալում բարձր սահմանը, սա բավականին խտրարարույց կլինի, բայց հիմնականում այստեղ ազդեցությունը, որը Հայաստանի վրա կարող է ունենալ, դա Դուբայն է, որտեղ Դուբայը ինքնին միրաժ էր, այսինքն ավազի վրա էր կառուցված եւ փոխաբերական իմաստով եւ գուղի իմաստով եւ Իրանից ներկայացնում էր, այսպես ասած, դրախտ, հուսալի դրախտ ներդրողների համար եւ գրավում էր այն։ Եվ պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Նշեմ, ինչի համար է սա կարևոր Հայաստանի համար, որովհետեւ այն գումարները, որոնք Հայաստանի Հանրապետությունն անցել են, հիմնականում շարժը հետեւյալն է Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Դուբայ։ Այսինքն փողը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստան գնացել է Դուբայ։ Նույնն էլ ոսկին 2023 թվականի կեսից 24 թվականի կես մեծ քանակությամբ եկավ, մեր արտահանումը ուռճացրեց, գնաց մոտավորապես 55% Դուբայ Էմիրություններ, նույնիսկ մեր կառուցապատողները, որ շինարարություն են անում, նույնպես իրանց փողերի մի հատվածը տալիս են դնում են Դուբայում։ Այսինքն սա այլ որոշակի շղթայական ռեակցիա կարող է հասնի Հայաստանի Հանրապետության։ Այլ շղթայական ռեակցիաներ կան, որոնց մասին այս բանը չեմ խոսա։ Շատ լավ, սպառողական վարկերը այսուհանդերձ երկրի ներսում շարունակում են մնալ ամենապահանջված վարկատեսակները։ Սա ինչ է ասում տնտեսության կառուցվածքի մասին ընդհանուր առմամբ եւ նշանակում է, որ մարդիկ ավելի շատ սպառում են, թե փորձում են ապահովել իրենց կենսամակարդակը։ Տեսեք, սա էլ գալիս է 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից, հենց որ մեծ քանակությամբ փողեր ներհոսեցին Հայաստանի Հանրապետությունն եւ հայտնվեցին բանկային համակարգ։ Բանկային համակարգի զուտ շահույթը 2022 թվականի 3 անգամ աճեց։ Հիմա փողը չպիտի գտնվի բանկային համակարգում։ Փողը մինուս է բանկային համակարգի համար, եթե ներսում է, փողը պիտի պատտվի։ Այսինքն որոշակի պրոդուկտներով, վարկերով նա, այսպես ասած, առաջարկեց շուկային, տարբեր վարկային դրույթներով վարկերը սկսեց աճել։ Եվ դա բացասական բաների նաև բերեց, որովհետև այս պահին սերտուցակում գտնվող մարդկանց թիվը բացգալի աճել է։ Այս պահին մոտավորապես Հիմա սպառողական վարկ մարդը ինչի համար է վերցնում, իր կենսամակարդակն է ապահովում, թե Եթե մարդը, ասինքն նայած, եթե օրվա խնդիրն է լուծում, կարող մարդիկ կան, որոնց սպառողական վարկ են լուծում, հարկադրված են վերցնում, կարող է, ասենք, մարդիկ կան հարկադրված են լուծում, լուծել։ Տեսեք, դա ավելի խորքային բան է պահանջում, բայց ես հստակ կարող եմ ասել, որ այս պահին աշխատունակ բնակչությունից 6-ից 1-ը բանկային համակարգում սերտուցակում է գտնվում, 6-ից 1-ը։ Զգալի հատվածը աշխատավարձերի գնում են վարկեր փակելուն։ Որտեղից է այդ թիվը 6-ից 1-ը, որովհետև նույնիսկ այս կառավարությունը 25 թվականի սկզբից հայտարարեց, որ 218,000 հոգի կան, որոնք ժամկետած չմարված պարտավորություններ ունեն բանկային համակարգներում մինչև 1 միլիոն դրամը։ Իրականում եթե այդ շերմը հանենք 1 միլիոն դրամը, 340,000 վարկ է լինելու։ Սակայն մարդիկ կան, որ 2 վարկ ունեն չմարված, մոտ 300,000 դրամ է լինելու։ Հայաստանի Հանրապետությունում մոտ 1.8 միլիոն աշխատունակ բնակչություն կա, եթե երեխաներին ու տարեցներին հանենք։ Այսինքն ստացվում է 6-ից
մեկը բանկային համակարգում սերտուցակի մեջ է եւ ըստ այդն դա էլ նախատեսում է այն ինչի համար է մեր մոտ գործազրկությունը բարձր ոչ թե մարդիկ չեն ուզում աշխատեն, այլ չեն գրանցվում որպես մաքուր աշխատող, որովհետև եթե գրանցվեն, հարկատիր գալու է իր այդ եկամուտներից գալի հատվածը տանի։ Եվ ըստեղ այսպիսի ընդհանուր առմամբ տենդենս է առաջանում։ Օրինակ ձեր տվյալով սպառողական վարկ վերցրածների մոտ 13%-ը արդեն անվճարունակ է։ Դա բանկային համակարգի համար ինչ մակարդակի դա իմ տվյալը չի, սա կենտրոնական բանկի օֆիցիալ տվյալն է։ Տեսեք, բոլոր ֆինանսիստները խելոք մարդիկ են, իրանք ամեն ինչ բոլոր ռիսկերը հաշվարկում են, փորձում են էջավորեն բոլոր ռիսկերը, որպեսզի այսպես ասած փուչիկը կոնտրոլի տակից դուրս չգա եւ ամեն ինչ խելամիտ սահմաններում լինի, սակայն հենց որ այսպես ասած իրացվելիության խնդիր է լինում, սև կարապ իրադարձություններ են առաջացնում նախապես չպլանավորված, ապա սա մեծ խնդիրներ կարող է առաջացնել բոլորի համար։ Եվ արդեն իսկ այս տարվա սկզբին ունենք այդպիսի իրադարձություններ, որոնցից երկուսը ես նշեցի արտաքին, նույնիսկ 3 ընտրեցի մեկը Սամալյոտ կազմակերպությունը ցանցով Ռուսաստանում, որը մինչև 2022 թվականի 26 թվականի փետրվարն է եղել, երկրորդը Դուբայը եւ երրորդը Հորմուզի նեղուցի փակումը։ Այսինքն սրանք արդեն իրադարձություններ են, որոնք սև կարապ են։ Այլ իրադարձություններ կան, բայց այսպես ասած սուղ ժամկետների բarabem ես չեմ ուզում նրանք նշել այստեղ։ Դուք նշում եք, որ մոտ 300,000 մարդ բանկային համակարգի սև ցուցակում է։ Սա Հայաստանի համար սոցիալ-տնտեսական ինչ պատկեր է։ Ինչի մասին է վկայում ավելի շուտ։ Սա վկայում է նրա մասին, որ այդ մարդիկ վաբանկ են գնացել, այսինքն սա լավ ապրելուց չէ, էլի որ այսպես են իրացել, այսինքն կամ ֆինանսական տգիտությունից չէ, որ գնացել են վարկ են վերցրել իրանց ապագան զոհաբերելով, սա այսպես ասած օրվա նեղ հացը լուծելու կամ նեղ խնդիրները լուծելու պարտադրությունից է, որ մարդիկ ուրիշ բան չունեն անելու, ուրիշ տեղից ֆինանսական գումարներ չեն գալիս, ստիպված բանկ են գնում, իսկ փողը, քանի որ բանկային համակարգում շատ է մտել, բանկային համակարգը ասենց առարդորեն ուզում է այդ փողից տալ եւ վարկեր ձևակերպել։ Իսկ տոկոսների մասին ինչ կարող եք ասել։ Տոկոսները բավականին բարձր են, եւ մարդիկ տեսեք, տոկոսների բարձրությունը դա ավելի համակարգային խնդիր է, որտեվ հիմնականում այդ տոկոսների բարձրը կենտրոնական բանկը ոչ թե մեր հասարակության, այսպես ասած, տեսեք, ոչ թե ներդրման տրամաբանություն այստեղ գնում։ Փորձում են այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ լինի արտաքին ներդրողների համար։ Բարձր տոկոսով։ Այո, բարձր տոկոսով։ Այնպես անեն, որ 10% եւ ավել լինի, որ արտաքին ներդրողը գա այստեղ կարողանա ներդնել եւ ամեն տարի 10% եւ ավել եկամուտ ստանալ, որ ավելի բարձր լինի, քան ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքները։ Չէ, դա աշխատում է, դա վերջին քանի տարիների ընթացքում աշխատում է, սակայն սա էլ ունի իր ռիսկերը, որտեղ ինչքան տոկոսները բարձրանում են, այնքան ռիսկայնության աճճանը բարձրանում։ Այստեղ հարցը այն է, կարողանում ենք այդ ռիսկը կառավարել թե չէ։ Կենտրոնական բանկը մինչ այս պահը կարողացել է այդ ռիսկը կառավարել, բայց սա նաև բերում է նրան, որ ներքին սպառողը, այսպես ասած, բախվում է բարձր տոկոսադրույքներին, որը կարող են բավականին խալխլել իր ապագան։ Այս պայմաններում ինչ պետք է անի պետությունը, կարգավորիչ քաղաքականության մակարդակով, օրինակ պետք է սահմանափակել վարկերի չափը։ Տեսեք, սա մենք դրամավարկային հարկաբյուջետային քաղաքականությունը չխառնենք, վարկերի, այսպես ասած, կառավարումով զբաղվում է կենտրոնական բանկը եւ այստեղ կառավարությունը շատ անելիք չունի։ Կառավարությունը ավելի շատ հարկաբյուջետային քաղաքականություն է կառավարում եւ այս տեսանկյունից կարող է որոշակի սահմանափակումներ դնել մարդկանց վարկագծերի մեջ, խրախուսումներ տալ եւ այլ բաներ անել։ Այստեղ իհարկե ինչ վերաբերվում է ընդհանուր ակնկալիքներին եւ անելիքներին, պիտի ավելի խոհեմ լինել այս ամեն ինչի մեջ եւ ավելի լավ պլանավորել։ Իշխանությանն ու հանրությանը, եթե այս պահին մեկ ուղերձ նախազգուշացում պետք է անեք, ինչ կասեիք, տնտեսական վտանգի առաջ Հայաստանը մոտ ապագայում կկանգնի թե չէ։
Դրա հավանականությունը այս բանին տենում եմ, ես տեսեք իրականում կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, որտեղ շատերը կանխատեսում են անում եւ կանխատեսումը չի լինում, ես սիրում եմ սցենարային կանխատեսումներ անել։ Դուք տիրապետում եք վիճակագրությանը, որ շատերը չեն տիրապետում, սցենարային կանխատեսում անել։ Հետևություն կարելի է անել։ Այո, եւ ըստ այս պահին ներգրված սցենարների ես կասեմ, որ մոտակա տարվա ընթացքում համաշխարհային ճգնաժամի հավանականությունը մոտավորապես 80% է, բայց ասեմ դա կարող է չիրականանալ։ Սակայն այս սցենարը պիտի հստակ հասկանալ, որ դրա հավանականությունը մեծ է եւ որպես այդպիսին տնտեսական վատ թարացման աշճանը դրանից Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ համաշխարհային տնտեսության համար կարող է բացասական լինել։ Իրականում այսպիսի իրավիճակների մենք արդեն հանգել ենք, սա առաջին անգամ չի։ Մենք այսպիսի իրավիճակ ունեցել ենք 2008 թվականին, տեսեք, ու շատ համեմատություններ կարելի է բերել, որտեղ 2002-ից 2007 թվականին մեր տնտեսական աճը 12% էր միջինը, մենք ինքներս մեզ հռչակել ենք Կովկասյան վագր։ Ուրախանում ենք դրանից։ Բայց 2008 թվականին փլուզվեց այդ ամեն ինչը 14.8% տնտեսական անկում ունեցանք, երկրորդ ամենամեծը մեր տարածաշրջանում, պարզվեց, որ այդ 12%-ից 10%-ային կետը դրսից եկած փողերով էին։ Ու հիմնականում ճիշտ է, ենթակառուցվածքներ կառուցվեցին, բայց իսային պողոտան կառուցվեցին, ունեցանք իսային պողոտայի դատարկությունը։ 2008 թվականից 2015 ու ասեմ, որ 2008 թվականին նաև ունեցանք փոխարժեքի ճգնաժամ։ Դրամը կայունացել էր 300-ի վրա, հանկարծակի թռավ 400-ի վրա կայունացավ 1-2 օրվա ընթացքում, այսպիսի պատմություններ էլի են ունեցել 2014 թվականի վերջին, 22-23 թվականներին թեթևակի ունեցել ենք այսպիսի պատմություններ, միշտ կենտրոնական բարձը փորձել է դրանց հակակշիռն անել, բայց միշտ մոդելավորման մեջ, այսպես ասած, ծև կարապ իրադարձություններ են իրար առաջանում, որը ոչ մեկ չի հաշվարկել։ Հիմա ձեր կոչ նախազգուշացումը ուղղված իշխանությանը ո՞րն է։ Տեսեք, սա մենք ընտրական փուլում ենք գտնվում։ Սա տեսեք, այսպես ասած, բաց չէ, որ դա սկսվել է մոտակա օրերը, բայց այսպեսի մի բան կանեմ, եթե նավթի գինը $120 անցնի ու մի շաբաթ մնա, ապա էլ ավելի են խորանալու եւ արագանալու իրադարձությունները։ Մենք նախընտրական փուլում ենք։ Հարցն է, երբ է դա գալու համաշխարհային ամբողջ աշխարհին խփելու, որոշակի լագով հետո մոտավորապես 3-ից 6 ամիս գալու է Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, հարվածելու, այսինքն գնաճային արդեն տնտեսները կան։ Սակայն մեր ֆինանսական համակարգը համաշխարհային ֆինանսական համակարգի մեջ է։ Մենք արդեն իսկ ունենք, այսպես ասած, անշարժ գույքի շուկայի իրացվելիության խնդիր, արդեն իսկ որոշակի ռումբ դրված է եւ այսպես ասած դրսից եթե ֆինանսական ստեղ մենք չպիտի անհանգստանանք բենզինից կամ բենզինի գրքից, դա ուրիշ պետությունները պիտի անհանգստանան։ Հիմնականում ֆինանսական համակարգից եկող հարվածն է հնարավոր։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք տնտեսագետ տվյալ.com ընկերության հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։ Ցտեսություն։